Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, ռադիոյի եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Հարթակի այսօրվա քննարկմանն անդրադառնալու ենք աղքատությանը։ Հայաստանում կտրուկ ավելացել է աղքատների թիվը։ Ներկայում բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, յուրաքանչյուր հինգերորդը շատ աղքատ։ Ինչու է աղքատանում մարդը, հասարակությունն ու պետությունը, ինչ հոգեբանություն ունի աղքատը եւ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Երբ է որ մարդ իրեն աղքատ չի համարում, թեպետ ապրում է սոցիալապես անապահով եւ այն ունևորների մասին, ովքեր միշտ աղքատ են ձևանում։ Նաև կարող է արդյոք աղքատը երջանիկ լինել։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու հոգեբան Կարինե Նաչաջյանը։ Իսկ մինչև այդ լսենք մեր համակարգացիների տեսակետները։ Աղքատները շատ են, որ մարդկանց նայում եք, զգում եք մարդիկ պարտադիր չի ասենք մարդը, որ փողով մինակ հարուստ լինի։ Այսօր օրով նայում ես, այո, մարդիկ կարող է գումար ունենան, ինչ-որ իրանց հոգսերը հոգալու, բայց իրանք հոգեպես արդեն ինչ-որ ծառավ են, ինչ-որ բանի կարիք ունեն, փոփոխության ինչ-որ դեպի լավը, բայց ոչ բոլորը ասենք գիտակցում են, թե ասենք իրանց ինչ է պետք հիմնականում, բայց ինչ-որ փոփոխության կարիք ունեն։ Աղքատի կա մեր ժողովուրդը, կարամ ասեմ, մեր ժողովուրդը շատ խեղճ ժողովուրդ է ու անճար է արդեն, էլ ճար չունի, չգիտի ոնց ասենք։ Մարդիկ ընկճված են, մարդիկ ինչ են ասենք։ Իրանք աղքատ են, հոգեպես են արդեն աղքատացել։ Չի ասի բոլորը գործ ունեն, համատարած գործ չկա։ Օրինակ մենք էլ ճիշտ է երեխաներս աշխատում են, բայց ստաբիլ չի, բայց ես չեմ սիրում բողոքել, լացել։ Ես միշտ ինձ ցույց եմ տալիս, որ լավ է, իմ ընտանիքում ամեն ինչ լավ է։ Ես չեմ աշխատում։ Այդպես կարելի ասել։ Ես աղքատ եմ։ Ոչ աղքատ չեմ, ես հոգով հարուստ եմ, փողը ինձ պետք չի, որ ինձ լավ զգամ։ Ծայրահեղ աղքատ, դե մի քիչ հարաբերական է, կարող է ես մեր վերնախավի համեմատ ծայրահեղ աղքատ եմ համարվում, բայց ես ինձ աղքատ ու ծայրահեղ աղքատ չեմ համարում, համել ամենակարևորը մարդ հոգեպես աղքատ ու ծայրահեղ աղքատ չլինի, թե չէ մնացածը մի քիչ արդեն այդ նյութականը մի քիչ հարաբերական է։ Հայաստանում համեմատած դրսի Եվրոպայի կան Հայաստանում ծայրահեղ աղքատներ ու կան հարուստներ, իսկ Եվրոպայում ավելի շատ միջին խավի մակարդակ է, դա շատ լավ է, ասենք ավելի լավ է պետություն ունենա միջին մակարդակի ապրելակերպ, քան լինի վատ ու լավ։ Այսինքն հարուստները Հայաստանում ավելի են հարուստանում, իսկ աղքատները գնալով ավելի են աղքատանում։ Աղքատից աղքատ։ Միայնակ ձեր տեղը շուտ ավարայից մահացել է։ Աղջիկս էլ շուտ ծոմսացած են եղել։ Իրանց ընտանիքն ունի, ես էլ մենակ եմ ապրում։ Թոշակի հույսին։ Թոշակով ոնց կապրես 48,000 ստանում եմ։ Ինչ ձևի կլի։ Որա պետություն։ Ունենք 7 զավակներ, ընդհանրապես չենք համարում մեզ ընկճված, համարում ենք հակառակը աստուծորությամբ բարձրացած եւ մեր զավակներով ուրախ ենք ավիացիայի փլուզման հետ կրճատման տակ եմ ընկել եւ հիմա չեմ աշխատում, ամուսինս է միայն աշխատում, նպաստ չենք ստանում, քանի որ ապրում ենք սկեսուրիս եւ սկեսրարից հետ եւ աշխատող թոշակառուներ են, պետությունը այս պահի դրությամբ համարում է, որ ծնողները պարտավոր են տղայի ընտանիքն էլ ապահովել։ Աղքատը նա չէ ով չունի։ Աղքատը նա է ով ունի եւ ուզում է ինչ որ չունի։ Կատեգորիայի մասին միանշանակ խոսելը մի քիչ ճիշտ չի լինի։ Մեր պատկերացումն այլ է աղքատության մասին։ Աղքատությունը որպես կատեգորիա ես կարող եմ ընդունել, եթե դա վերաբերում է հոգու աղքատությանը։ Ինձ համար աղքատ այն մարդը չի, ով հաց չունի, որովհետեւ այսօր այդպիսի մարդ չկա։ Եթե մուրացկանը հաց չի վերցնում մարդկանց ձեռքից, նշանակում է աշխարհը շատ փոխված է դեպի վատը։ Փող են ուզում, այլ բաներ, բայց հաց չեն մուրում։ Մուրացկանը դա հաց մուրացողի կատեգորիա է։ Այնպես որ աղքատությունն էլ իր դեֆորմացիաներն է ստացել։ Ու մարդկությունը թող հասկանա, որ աղքատությունը այն չի, որ այսօր սոցիալական հավասարություն հասկացությունը աշխարհում գոյություն չի ունենալու երբևէ։ Կառավարություն երբեք չի մտածում ժողովրդի մասին։ Նրանք նստած ամբողջ օրը իրար են այդտեղ գզում, չեն մտածում, թե մարդիկ ինչով են ապրում։ Թոշակառու են պահում, աշխատողին էլ չեն պահում, աշխատողն էլ աշխատավարձ չի ստանում։ Պետք է մտածեն, որ թոշակառուներին, մեծերին անվճար բժշկություն լինի, դեղերը գոնե։ Ես իմ դեղերը կեսը չեմ կարողանում առնեմ, ստենդավորած սրտով ինչ։ Այդ տղասել ինչքան օգնի, բան երկու երեխային ով պահի։ Շատ դժվար է։ Չեն մտածում, ես չեմ տեսնում հետո։ Չքավորներ են, աղքատներ չեն։ Բա ինչ է։ Քավորներ։ Որ մտածես այս բարձերը իրավունք ունենք, որ ինչով փոխենք։ Քանի որ ինձ համար շատ ավելի կարևոր են հոգևոր արժեքները,
եւ շատ ավելի գնահատում եւ կարեւորում եմ հոգու լեցունությունը եւ ըստ Հիսուս Քրիստոսի աղքատ լինելը հոգեպես երանելի վիճակ է, Աստծուն փափագելու եւ նրան ձգտելու եւ ունենալու վիճակ։ Ինձ համար աղքատությունը նյութական եւ հոգեվորի դասակարգման սկզբունք ունի։ Երանի աղքատներին, ինչպես ասեց մեր Տերը, եւ փորձում եմ լինել այդպիսին, գտնել իմ Աստծուն, ամեն քայլափոխի ձգտել նրան եւ ունենալ նրան իմ կյանքում։ Արտաքինից դատելը շատ բացասական մոտեցումներ է բերում մեր հասարակության մեջ, ինչը մենք այսօր տեսնում ենք։ Ամեն ինչ դատել, չափել, մերկացնել, հնարավորինս ավելի շատ, ոչ մի հեղինակություն չթողնել, ոչ մի բացարձակ, ինչը մեզ ապաթիայի մեջ է գցում։ Այսօր միայն թոշակառուների հարցը չի, միայն երեխային չպետք է օգնես թոշակառուին, օգնես հիվանդին, օգնես հաշմանդամին, անդամալություն։ Ամենքը իր դերում, իր տեղում ինչքան հնարավոր է օգնել։ Եթե ես չեմ կարող 1000-ին օգնել, մի հոգու էլ չեմ կարող օգնել։ Կարող եմ, չէ՞։ Եկեք մենք օգնենք, եկեք իրար սատար կանգնենք։ Գիտեք, ես պետության վրա այդպես պարտականություններ քիչ եմ դնում, որտեվ պետությունը իր գործը գիտի, ես իր գործը չգիտեմ, ես իմ գործը գիտեմ։ Ու ոչ միայն թոշակառուների հարցը, հիմա մի քիչ վախ ունեմ, տագնապ, այս պատերազմի հերոսները տուն են գալու։ Պատկերացրեք, համալսարանի ուսանողներ գնացել են բանակ, հիմա հետ են գալիս։ Այ պետությունը մեր գոնե պիտի նրանց վճարը զեղչի, կամ պիտի գոնե ծառայության համար նրանց անվճար անցկացնի, այստեղ պետությունը պիտի անի, այստեղ մենք էլ պիտի անենք։ Նույն պահանջատերը պիտի լինենք եւ թոշակառուների հանդեպ։ Ես մի քիչ այդ հարցում պետությանից բան չեմ, ինչքան կարողանում եմ ես եմ օգնում։ Երբեմն որ վարորդները կռիվ են անում այն մեծերի հետ, ովքեր չեն կարողանում տրանսպորտի վճար անգամ վճարել, ասում եմ ես կտամ իրա փոխարեն, թող իջնի։ Հարե ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այս պահին տաղավարում արդեն հյուրընկալվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անահիտ Դավթյանը։ Բարի օր, Անահիտ։ Բարև ձեզ։ Անահիտի հետ այսօր կզրուցենք աղքատության իրական ցուցանիշների մասին։ Անահիտ, արդյոք ով է զբաղվում Հայաստանում աղքատության մակարդակի հաշվարկներով եւ ինչ տվյալներ ունենք այս թեմայի շուրջ։ Հայաստանում աղքատության մակարդակի հաշվարկները իրականացնում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը։ Որևէ այլ գերատեսչություն կամ ինստիտուտ այդ գործով չի զբաղվում, ուստի աղքատության մասին պատկերացումները ձևավորում են հենց ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հիման վրա։ 2013 թվականին բնակչության մոտ ամեն երրորդը, այսինքն 32%-ը եղել է աղքատ, նրանցից 13.3%-ը շատ աղքատ, իսկ 2.7%-ը ծայրահեղ աղքատ։ 2013 թվականին աղքատների թվականակը կազմել է մոտ 967,000 մարդ, մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվականակը 402,000, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվականակը մոտ 82,000 մարդ։ Այսինքն աղքատների ընդհանուր թվականակի մեջ 42%-ը շատ աղքատ են, 8%-ը ծայրահեղ աղքատ։ Իսկ արդյոք մենք ունենք տվյալներ, թե որտեղ են կենտրոնացած աղքատները ավելի շատ քաղաքներում, թե գյուղերում։ Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը 63.8% քաղաքաբնակներ են։ 2013 թվականին Երևանում գրանցվել են շատ աղքատների մակարդակի ամենացածր, իսկ Երևանից դուրս այլ քաղաքներում ամենաբարձր ցուցանիշները։ Ծայրահեղ աղքատության դեպքում եւս, երբ դիտարկում ենք այն ըստ քաղաք գյուղ բաշխվածության, ծայրահեղ աղքատների մեծ մասը 70.1% քաղաքաբնակներ են։ Անայդ, իսկ արդյոք հասարակությունը ինչպես է գնահատում իրավիճակը այս հարցի վերաբերյալ։ Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի 2013 թվականին աղքատ, ներառյալ ծայրահեղ աղքատ իրենց համարել է բնակչության 18%-ը։ Ըստ հարցվածների ինքնագնահատման 2013 թվականին միջին կենսամակարդակ ունեցել են հարցվածների 36.6%-ը, 40.7%-ի կարծիքով իրենց կենսամակարդակը միջինից ցածր է եւ իրենց հարուստ են համարել հասարակության 0.1%-ը, իսկ 4.6%-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ։ Անայդ, այսպիսով, եթե համեմատենք Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները եւ հասարակության տեսակետը աղքատության վերաբերյալ, արդյոք դրանք համընկնում են միմյանց հետ։ Պետք է ասեմ, որ չեն համընկնում, քանի որ աղքատության օբյեկտիվ գնահատականը ցուցանիշներն ավելի բարձր են, քան հասարակության ընկալումները։ Հասարակության մոտ սպոնտան հարցի դեպքում սովորաբար իրենց դասում են միջին խավի դասին, այսինքն նշում են, որ ապրում են այնպես, ինչպես շրջապատի մարդկանց մեծամասնությունը ըստ այդմ իրենց դասում են միջին խավի դասին։ Դե ինչ, Անայդ, շնորհակալ ենք տվյալները մեզ տրամադրելու համար, իսկ մենք շարունակում ենք։
Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այս պահին իմ հյուրը հոկեբան Կարինե Նալչաջյանն է։ Բարի օր, Տիկին Նալչաջյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսօր խոսելու ենք աղքատության մասին։ Աղքատությունը համաշխարհային հարության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Նրա ազդեցությունը կործանարար է տնտեսության, սոցիալական հարաբերությունների, քաղաքականության, մշակույթի վրա։ Այն անմիջականորեն ազդում է յուրաքանչյուր մարդու կյանքի առաջին հերթին առողջության ու կրթության մակարդակի վրա։ Կարող եք ասել, ինչ հանգամանքներում է ծնվում աղքատությունը եւ արդյոք դա կապ ունի գլոբալ վիճակի հետ։ Անշուշտ աղքատությունը շատ օբյեկտիվ մի չարիք է, իսկապես մարդու կյանքի որակը խաթարող հանգամանքներից մեկն է, որը ցավոք սրտի գոյություն ունեցել է եւ գոյություն ունի եւ թերևս կշարունակի գոյություն ունենալ։ Աղքատությունը, գիտեք, հոգեբանության վրա շատ կազմալուծող ազդեցություն է թողնում։ Աղքատ մարդը նյութակպես անապահով լինելու կարիքի մասին ենք խոսում։ Կարիքը շատ հյուծող մի բան է։ Ես ինձ այսօր զրուցում էի մի երիտասարդ կնոջ հետ։ Երիտասարդ ամուսիններ են, իրար սիրող առանց իրար չեն պատկերացնում ապրել, բայց մոտ վերջին 1 տարին շատ լուրջ կարիքի մեջ են եւ դա անդրադարձել է իրենց հարաբերությունների վրա։ Իրենց կյանքը դարձել է շատ վատը, փոխհարաբերությունները դարձել են լարված, չնայած հասկանում են պատճառները, ինչ որ իրար մեղադրելու առանձնապես տեղիք չկա, բայց բոլոր դեպքերում կյանքը դարձել է տհաճ։ Այնպես որ աղքատությունը իսկապես չարիք է։ Աղքատության ձևերը բազմազան են։ Տարբեր երկրներում եւ պատմական տարբեր դարաշրջաններում մարդու պահանջները գնահատվել են տարբեր կերպ։ Մի դեպքում գոյատևման խնդիր է, իսկ համեմատաբար զարգացած երկրներում եկամուտների անհավասար բաշխման։ Օրինակ Միացյալ Նահանգներում երբեմն աղքատ է համարվում անձը, որն ունի մեքենա ու բջջային հեռախոս։ Մեր տարբերակը հայաստանյան ո՞րն է։ Ընդհանրապես շատ հարցեր մեր կյանքում կախված են մեր սուբյեկտիվ ընկալումներից եւ վերագրումներից։ Նույն երևույթը տարբեր մարդիկ, նույնիսկ նույն մարդը իր կյանքի տարբեր պահերին, տարբեր հանգամանքներում տարբեր կերպ է ընկալում, տարբեր վերագրումներ է անում։ Տեսեք, եթե մարդ ասենք դժգոհ է իր նյութական ապահովվածության աստիճանից, բայց կարող է իր կյանքի ինչ-որ մի հանգամանք փոխվել։ Օրինակ ասենք հարազատը կարող է հիվանդանալ եւ ինքը մտածում է ինչքան հարուստ եմ եղել ես, երբ հարազատս հիվանդ չի եղել, երբ եղել է առողջություն։ Տեսեք, միանգամից համեմատություն է անցկացվում եւ մարդը սկսում է արժեքները ամեն մեկը իր տեղում դնել եւ արժևորել յուրովի։ Իհարկե աղքատ լինել չլինելու հանգամանքը նաեւ շատ սուբյեկտիվ ընկալումների հետևանք է։ Մարդիկ կան, ում պետք է կենսական անհրաժեշտը արժանավայել կենցաղ վարելու համար եւ մարդիկ իրենց աղքատ չեն զգում։ Սա այն դեպքն է, երբ հարստությունը որպես առանձին արժեք այդքան մեծ տեղ չի գրավում, որպես մերկապարանոց մի արժեք, հարստությունը ինքնին, երբ մարդու կյանքում այդքան մեծ տեղ չի գրավում, գումարը, նյութական ապահովվածությունը ընդամենը ծառայում է, որպեսզի մարդը արժանավայել կյանքով ապրի եւ միտված լինի դեպի այլ արժեքներ, դեպի կյանքի, դեպի աշխատանք, ստեղծագործ ոլորտ, կյանքի վայելքները նորմալ ձևով ընկալելու։ Մեկ այլ դեպքում տեսնում ես, որ հարստանալը մարդու համար դառնում է ինքնանպատակ։ Մի տեսակ սահման չկա, չի բավարարվում եղածով, ավելին եւ իսկապես եթե մարդու համար հարստանալը, նյութական ապահովվածությունը դառնում է ինքնին արժեք, այդտեղ ուղղակի սահմանների մասին կարելի արդեն չխոսել։ Ինչ է երազում սովորական միջին վիճակագրական մարդը, որպեսզի իրեն աղքատ չհամարի, ապահովված համարի։ Երևի բնակարան կահավորված, երևի մի մեքենա կուզի, երևի աշխատանք կուզի, այո, նորմալ վարձատրող աշխատանք, լավ մի հատ էլ ամառանոց կարող է ուզի եւ կարծես թե ամեն ինչ կա։ Եվ վիրվաստակով ինքը կարող է վայելել կյանքը, ինչ որ հաճույքներից օգտվել, ճանապարհորդել եւ այլն եւ այլն։ Կարծեք թե ամեն ինչ ասված է, բայց հիմա տեսեք, մենք նայում ենք մեր շուրջը եւ տեսնում ենք ուռճացված հարստություններ, որոնք ուղղակի այն մեծ պալատը, որ կառուցել է մարդը իր համար, երևի տարիներով իր պալատի ինչ-որ սենյակներ կան, որ ինքը չի էլ մտնում ու դուրս գալիս։ Այսինքն մենք տեսնում ենք, որ դարձել է անիմաստ շռայլություն, ցուցամոլության նաև արդյունք դա կարող է լինել։ Բայց ես նորից եմ կրկնում, աղքատությունը, երբ մարդը իսկապես իրեն աղքատ է զգում, դա շատ տանջալից բան է։ Նույնիսկ հարուստ աղքատի համար աղքատության զգացողությունը պետք է որ շատ տանջալից զգացողություն լինի։ Տիկին Նալչաջյան, անցկացրել եք գոնե ձեզ համար, հետազոտել եք մեր տարբերակը որն է աղքատության Հայաստանում։ Ես կարծում եմ, որ հայ մարդը ինչ որ առումներով, ինչ որ մի շերտ, այո, ագահությամբ կարող է տառապել, բայց մեծ մասամբ հայ մարդուն իմ կարծիքով արժանապատիվ կենցաղ է պետք ընդամենը։
արժանապատիվ կենցաղ, որտեղ ինքը իր ձեռքով կցանկանա կառուցել այն տունը, որտեղ ինքը ապրում է, ստեղծել այն հարմարությունները, որ ինքը հարմար է գտնում։ Ես հայ մարդուն այսպես մեծ մասամբ ագահ չեմ տեսնում, ճիշտն ասած։ Բայց իհարկե կա սոցիալական համեմատության երևույթը, սա շատ կարևոր բան է։ Գիտեք, երբ մարդիկ նայում են իրենց շուրջը եւ համեմատում են իրենց ունեցածը, իրենց ունեցվածքը, իրենց կենսամակարդակը հարևանի, ծանոթի, անծանոթի կենսամակարդակի եւ ունեցվածքի հետ, եւ եթե այդ համեմատության մեջ իրենք ակնհայտորեն տուժող են դուրս գալիս կամ բարիքներ, որ ինքը, իր ընտանիքը, իր սիրելի մտերիմ մարդիկ նույնպես կցանկանային ունենալ եւ չկա ցավոք սրտի, այստեղ արդեն սոցիալական միջավայրը սկսում է դառնալ լարված։ Հայ մարդու համար արժանապատիվ կենցաղի ապահովումը, ես կարծում եմ, որ այն նվազագույնն է, որի արկայության պարագայում ընդհանրապես հոգեբանական մթնոլորտը, սոցիալական կյանքը կդառնա բավականին հաճելի եւ հարմարավետ։ Աղքատության բոլոր բնորոշիչները սերտորեն փոխկապակցված են։ Ցածր եկամուտը հնարավորություն չի տալիս լավ կրթություն ստանալ եւ հոգալ առողջության մասին։ Բարդացնում է ընտանիքի եւ հասարակության հետ հարաբերությունները։ Վատ առողջությունն ու կրթությունը իրենց հերթին թույլ չեն տալիս բարձր վարձատրվող աշխատանք ստանալ, լիարժեքորեն մասնակցել հասարակական կյանքին։ Դրա հետևանքով էլ աղքատությունը վերածվում է կենսակերպի, որը փոխելն անհնար է եւ պարզապես եկամուտների ավելացման դեպքում։ Այս օրինակով մեր հասարակությունը կարելի է արդյոք այսօր համարել աղքատ հասարակություն։ Ցավոք սրտի, այսօր աղքատությունը մեզանում բավականին տարածված է։ Իսկապես երբեմն հանդիպում ես մարդկանց ընտանիքների, ովքեր թեկուզ լուռ ու մունջ, բայց ցավագին կերպով կրում են աղքատության բեռը։ Երեխաներ են մեծանում աղքատության պայմաններում, երեխաներ են մեծանում առանց խաղալիքների, նայելով կողքի այլ երեխաների խաղալիքներին, հագուստներին եւ այլն։ Սա շատ տխուր բան է եւ իր հետ կթողնում է ողջ կյանքի ընթացքում։ Գիտեք, ահա այսպիսի ընտանիքներում մեծացած երեխան երկու ճանապարհ ունի իր անձի ձևավորման, կամ խեղճանում է, դառնում է թերարժեք, եւ ահա այդպես էլ ապրում է, բավականին տխուր բան է թերարժեք լինելը, դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում մարդու կյանքում, կամ էլ կարող է պատահի իր մեջ սկսի գործել այսպես կոչված փոխհատուցման մեխանիզմը։ Գիտեք, շատ կան դեպքեր, եւ եթե մենք նայում ենք հարուստ մարդկանց, ովքեր այդպես ձգտում են հարստանալ եւ չեն հագենում, կարծեք թե երբ մենք նայում ենք այդ մարդկանց մանկությանը, մեծ մասամբ նրանք համտեսել են աղքատությունը, գիտեն ինչ բան է աղքատությունը, եւ ահա այդ հարստանալու անհագ տենչը շատ դեպքերում պարզապես փախուստ է աղքատությունից։ Փողի դեֆիցիտը արդյոք ստիպում է աղքատ մարդկանց կենտրոնանալ խնդիրների նեղ շրջանակի վրա, խանգարելով ավելի լայն հայացք գցել կյանքի հեռանկարների վրա։ Աղքատ մարդիկ արդյոք մտածում են միայն ներկա պահի մասին եւ չեն ծրագրում իրենց հետագա անելիքները։ Մեծ ծրագրեր չեն կապում, այսինքն կյանքի հետ։ Այո, տխուր իրողություն է սա, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, կյանքի ամենատարբեր ասպարեզներում, եթե ուզում ես արժանապատիվ ձևով ապրել, գումարներ են պետք։ Առանց փողի դա ուղղակի հնարավոր չի, սկսած առողջությունից մինչև կենսական ամենատարբեր հարցերը։ Ամեն տեղ այդ գումարի հարցը առաջանում է։ Հիմա, եթե այնպեսի ծայրահեղ աղքատություն է, երբ այսպես ասած մարդիկ ծայրը ծայրին հազիվ են հասցնում, Էլ ինչ հեռանկարային պլաններ կազմելու մասին է խոսքը։ Թեև բնականաբար այդ մարդիկ իրավունք ունեն եւ նաեւ արժանինքներ ունեն հավանաբար, որպիսի իրենց ապագան կառուցեն, ինչ որ հեռահար պլաններ ունենան, իրենց անձի հետ կապված, իրենց մտերիմների, իրենց զավակների հետ կապված, բայց ցավոք սրտի, եթե ապրում ես քո օրվա խնդիրները հազիվ լուծելով, դու չես կարող ավելի հեռահար պլաններ ունենալ եւ դա շատ մեծ տառապանքների տեղիք է տալիս մարդկանց։ Աղքատությունը, որ կողմից նայում ես, իրական աղքատությունը, իրական կարիքը, դա շատ ճնշող ազդեցություն է թողնում։ Վերցնել վարկ, որպիսի գնել թանկարժեք իրեր։ Դա աղքատ մարդու նշան է արդյոք։ Հարուստ մարդը վարկ է վերցնում սեփական գործի զարգացման համար կամ փող է ներդնում կրթության վրա։ Իսկ այս դեպքում Գիտեք ինչ, վերջերս ես առիթ ունեցել եմ այդ վարկերի հետ կապված, հոգեբանական կողմի հետ կապված խոսել։ Մարդիկ իրենց դնում են պարտքի տակ։ Շատ կարևոր է թե ինչ նպատակի համար են վերցնում այդ վարկը։ Եթե նպատակը, չգիտեմ, իրենց յուղական տնտեսությունը զարգացնելն է, նորմալ վիճակում պահպանելն է, բնականաբար մարդիկ ռիսկի են դիմում հանուն
կարևոր ինչ-որ մի բանի։ Եթե ինչ-որ գործնական նպատակներ ունեն, նորից հասկանալի է, եթե չգիտեմ, բնակարանի հարց են լուծում, կենցաղային ինչ-որ հարմարավետություններ ստեղծելու, թեկուզ ասենք բնակարան վերանորոգելու եւ այլն։ Բայց եթե այդ վարկը վերցվում է շատ ցուցադրական, երևալու համար, որ մյուսներից ետ չես մնում այդպիսի նպատակների համար, օրինակ ասենք ավելորդ ճոխություններով ծանրաբեռնված հարսանիք կազմակերպելու համար։ Ինչը շատ է պատահում եւ շատ ցավալի է, որ հաճախ մենք տեսնում ենք մարդիկ հազիվ այսպես կարողանում են ապրել, բայց հարսանիքը պետք է ճոխ լինի։ Շատ տխուր մի բան է, սա էլ հասկանալի է, մարդիկ չեն ուզում մյուսների աչքում, ծանոթների, բարեկամների աչքում ինչ որ խեղճ երևալ, բայց ուղղակի մեզանում հենց այդ նույն հարսանիքները այն աստիճան ուռճացված են, որ մարդիկ հաճախ վարկ են վերցնում, հարսանիքը կազմակերպում են այնպես, ինչպես իրենք ուզում են, որպեսզի վատ չզգան մյուսների առջև, հետո այդ նույն զույգերը լինում են այդպիսի դեպքեր, կյանքը պարտքով են սկսում, կարող է պատահի արդեն ներքին խժդժություններ են առաջանում, կոնֆլիկտներ, կանգնում են ամուսնալուծության եզրին, բայց դեռ հարսանիքի վարկը չեն կարողացել փակել։ Շատ այսպես տրագիկոմիկ մի իրավիճակ, որը մեր կյանքում հանդիպում է։ Այսինքն նպատակով պետք է մենք կողմնորոշվենք։ Եթե վարկը վերցնում ես հանուն կարևոր նպատակի, իր մեջ զարգացում պարունակող նպատակի, իհարկե այդ ռիսկին գնալ կարելի է, բայց եթե վերցնում ես ուղղակի ցուցադրական, ցուցամոլական շուրբաների հետ կապված, իհարկե չարժե տառապանքները կրել, պարտքը միշտ տառապանք։ Մարուկների վրա տնտեսելը դա խնայողության նշան է արդյոք։ Մարդիկ կան, որ կարողանում են իրենց ամեն քայլափոխը մտածված ապրել։ Եթե մարդը կարողանում է, ասենք ժամանակին լույսը անջատել, փակել ծորակը, գազը շատ ուժեղ չմիացնել, մի քիչ ավելի թույլ միացնել, դրանք են մանրուքներն են հավանաբար ինչի մասին դուք ասում եք։ Եթե մարդը կարողանում է դա անել, անում է եւ դրանից ինքը վատ չի զգում, իր հարմարավետության զգացողությունը դրանից չի անհետանում, ընդհակառակը ինքը մտածում է, որ տես ինչ լավ բան եմ անում եւ իսկապես գիտեք այդ փոքրիկ կուտակումները մեկ էլ մենք տեսնում ենք, որ ամսի վերջին ինչ որ մի շոշափելի արդյունքի հասցրեց։ Դա իհարկե ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում, բայց եթե դու պիտի քո կյանքի ամեն մի վարքյանը կենտրոնացած լինես, հաշվարկված, որ հանկարծ ինչ որ չգիտեմ մի լումա, 10 լումա այստեղից այնտեղից, դա էլի դառնում է, որ քո կյանքը ներծծված ինչ որ շատ տհաճ մի բանով, դու չես կարող հանգիստ, ազատ, մի քիչ մոռացած, որ ամեն ինչ փողի հետ է կապված, այդպես հանգիստ ապրել, իհարկե ցանկալի վիճակ չէ։ Իսկ արդյոք աղքատությունը եւ ժլատությունը ինչ որ կապ ունեն իրար հետ։ Երևի մենք կապենք իրար հետ այն ներքին աղքատությունը, որի մասին դուք հարցնում եք, ներհոգեկան, ներքուստ աղքատ լինելը եւ ժլատությունը։ Շատ հաճախ ահա այդ փող ունենալը փաստը բերում է մարդկանց ինքնահաստատման եւ այո շատ ու շատ հարուստ մարդիկ շատ ավելի գծուծ են եւ ժլատ, քան ժողովրդի մեջ նույնիսկ այսպեսի մի արտահայտություն կա, չէ, աղքատ հպարտ։ Վերջին դրամը այնպես կծախսի, որ մարդկանց կարող է թվալ, որ փող շատ ունի։ Մարդը երբեմն ոչինչ չունի, սակայն ապրում է շատ երջանիկ, քանի որ բավարարված է հոգեպես։ Ունի այն ամենը, ինչ իր հոգին երջանիկ զգալու համար կարևոր է համարում։ Հատկապես հոգևոր կյանքով ապրողների համար նյութը կորցնում է իմաստը։ Դրան հասնելու համար ընկալման բարձր մակարդակ է պետք, որպեսզի շատերը բոլորը հասնեն դրան։ Ես կասեի ոչ թե ընկալման արժեքային բարձր համակարգ է հարկավոր։ Չժխտելով փողի անհրաժեշտությունը մարդու կյանքում քաղաքակրթական զարգացումները բերել են մարդկության այնպիսի մի վիճակի, որ փողի արկայությունը բազմաթիվ հարցեր է լուծում, այդ թվում նաև ինքնահաստատում է բերում, այդ թվում նաև վայելքներ ու հաճույքներ է բերում կյանքում եւ ընդհանրապես արժանապատիվ կեցության համար կարևորագույն նշանակություն ունի։ Բայց գիտեք ինչ, կյանքում կան բազմաթիվ մեծ եւ անկրկնելի արժեքներ։ Նայած ինչ արժեհամակարգով է ապրում մարդը։ Որն է մեկնարկը իր արժեքային համակարգի։ Եթե փողն է, ուրեմն եթե ինքը փող չունի, ուրեմն ինքը վերջին դժբախտ մարդն է, իրեն զգում։ Բայց այն մարդիկ, ովքեր շատ ավելի բարձր արժեքներ ունեն, իրենց աշխատանքը, ստեղծագործ միտքը, մարդկային հարաբերություններում ունեն շատ բարձր արժեքներ, իրենց նվազագույնը իրենց արժանապատիվ կենցաղը ապահովելու նվազագույնը լրիվ բավարար է իրենց երջանիկ զգալու համար։ Եվ սա իհարկե շատ ավելի գնահատելի է, որտեղ եթե մենք միայն փողն ենք վերցնում որպես արժեք, կյանքը շատ ու շատ
տխուր է դառնում։ Տիկին Նալչաջյան, շատ ենք հանդիպում մեր շրջապատում մարդկանց, ովքեր հստակ գիտենք, որ ունեն գումար, այսինքն բոլորովին էլ աղքատ չեն։ Ինչ խնդիր են նրանք լուծում աղքատ ձևանալով։ Դա նույնպես հոգեբանական խնդիր է։ Հետաքրքիր հարց եք տալիս, իսկապես պատահող երևույթ է։ Երբեմն դա նույնիսկ ժողովրդական տարբեր ասույթներում այդ մասին ասվում է։ Հարուստ մարդը անհանգիստ մարդ է։ Վախենում է, որ ուրիշները աչք ունեն իր ունեցվածքի վրա, որ ինչ որ, չգիտեմ, հարցակումներ կլինեն, ինչ որ ձևով իր ունեցվածքը խլել ցանկացող մարդիկ կլինեն կյանքում, եւ ինքը ուզում է երևալ այնպեսին, ինչպեսին բոլորն են։ Չի ուզում աչք ծակել, այսպես երևալ, թեկուզ ցուցամոլության կան մարդիկ չեն դիմանում, հա, այսպես ցուցամոլություն անպայման պիտի երևա, պիտի արտահայտվի, բայց կան որ ավելի շատ վախվորած են, որ ավելի լավ է չիմանան, որ ես ունեմ, թե չէ կնախանձեն, թե չէ ոտնձգություններ կլինեն, թերևս սա է պատճառը։ Ուրեմն տեսնում եք բոլոր դեպքերում հարստությունը, այսպես չափից շատը, կյանքը դարձնում է բավականին անհանգիստ։ Ես աղքատության գովք չեմ անում։ Բնականաբար։ Ես ա կուզենայի անպայման շեշտել, բայց եթե քո արժեքը միայն փողն է, միայն հարստությունն է, դու բազմաթիվ վախեր եւ տագնապներ կունենաս։ Գիտեք, ինչ մարդիկ մտածում են, այս մեկը ինձ հետ ընկերություն է անում երևի շահիտ ելնելով։ Իմ աղջկանը հայց փեսացուն ուզում է, երևի սիրահարված է ձևանում։ Շատ լավ գիտի, որ աղջիկս հարստություն ունի, ժառանգություն է։ Կասկածամիտ է ավելի դառնում, այսինքն հարուստ դառնում մարդիկ, եւ կյանքը դառնում է բարդ ամենատարբեր տեսակետներից։ Տիկին Նալչաջյան, խոսեցիք ժողովրդական ասացվածքների մասին, այս պահին մեկը հիշեցի է։ Չի տեսել պատից կախ, տեսել է ճակատից կախ։ Արդյոք հենց այսպիսի մարդիկ չէ, որ դառնում են եւ կասկածամիտ, եւ ժլատ, եւ վախենում են կորցնել այդ գումարը, եւ ընդհանրապես դառնում են չկամ։ Շատ հետաքրքիր երևույթ է չտեսությունը։ Ալբերտ Նալչաջյանը, որի քույրը լինելու պատիվ ունեմ, իր աշխատություններից մեկում կոգնիտիվ դիսոնանսի վերաբերյալ աշխատությունը ռուսերենն է, ուրեմն ուսումնասիրել է չտեսության երևույթը եւ շատ հետաքրքիր ձևով բացահայտել է, որ համենայն դեպս մեզ հայտնի լեզուներում չտես բառը չկա։ Հայերեն է չտեսը։ Ինչ է նշանակում, մենք շատ լավ գիտենք, չէ՞, չի տեսել եւ հիմա տեսել է եւ դա բերել է յուրահատուկ բնավորության բարդույթի եւ ինքը զարմացել է իր իսկ ճակատագրի եւ բախտի վրա։ Ինքը զարմացել է եւ շատ յուրահատուկ անձի կերպար է, հա, ստացել չտես մարդը։ Մի տեսակ մարգինալ, հա, սահմանային մարդ է, իսկ մարգինալ մարդը ներքին լուրջ կոնֆլիկտներ ունեցող մարդ է եւ մեկ էլ մենք տեսնում ենք ահա այդ ասում եք չէր տեսել ձեր ասած, հա, հենց այդ ասույթով չի կարողանում մտնել հարուստ մարդու կերպարի մեջ, միևնույնն է, չունենալու զգացողությունը իրեն միշտ ուղեկցում է եւ այդ ունեցածը նույնիսկ շատ ծիծաղելի ձևով է օգտագործում, վայելում, պահում, ցուցադրում եւ այլն։ Յուրահատուկ տեսակ երևույթ է չտեսության երևույթը։ Եվ փորձենք ամփոփել արդեն մեր հաղորդումը, քանի որ ժամանակ ավարտին է մոտենում, ով է իրականում աղքատը, նա ով չունի գումար, թե ով հոգով է աղքատ։ Եթե թույլ կտաք, ես այսպես կպատասխանեմ. դա Աստված, որպիսի աղքատներ չլինեն, իսկական աղքատներ, բառից բուն իմաստով։ Օրինակ, մեր երկիրը լինի այնպիսին, որ այսպիսի սոցիալական բևեռացում չլինի։ Գիտեք ինչ, ինչքան ավելի պակասի իրական աղքատության տոկոսը, հա, քիչ լինեն աղքատները, այնքան ավելի քիչ կլինեն չտես եւ ներքուստ աղքատ մարդիկ, որովհետեւ գիտեք ինչ, եթե կենսամակարդակը բարձր է, այսպես ցուցամոլ ձևով հարուստ լինել, սա էլ կուտակել, այս դղյակը կառուցել, այն մյուսը կառուցել, այս մեքենան, մյուս մեքենան, մի տեսակ անիմաստ կդառնա։ Որովհետև հետաքրքիր չի, բոլորն էլ ասենք այդ մեքենայից ունեն, ցուցադրելու տեղ չի լինի պարզապես։ Այսինքն դրա կարիքը չի լինի։ Այսինքն իրական աղքատության հաղթահարումը կհանգեցնի նաև ներքուստ աղքատների թվի կրճատմանը, չեմ ասում բացառմանը, բայց զգալի կրճատմանը։ Տիկին Նալչաջյան, եւս մեկ անգամ շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Ավարտվեց հարթակը։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։